Երկրորդ սակագնի հետ կապված, սակագնի շատ լուրջ պետք է վերաբերվենք եւ մենք շատ ենք մտածել ներկայացնենք սակագինի իջեցնելու ծրագիրը թե չէ, դրանով է պայմանավորված մեր մի քիչ ուշացումը, այսինքն հենց սկզբից մենք ներկայացրել էինք, որ պատրաստ ենք հեծի սակագնից մի մաս իջեցնել, դա դեռ մեր քաղաքականություն հայտնվելուց առաջ էր եւ դա ապացուցելի փաստ է, բոլորը կարող են տեսնել ու ոչ մի նկարտում էլ չկար այդ ժամանակ, որ այսպիսի իրավիճակներ կլինեն, բայց այն ժամանակ մենք մտածում էինք, արտահայտեինք, թե չէ, որովհետև սակագին իջեցնելը, ճիշտ են ասում, ունի երկու ծայր։ Առաջինը հնարավոր է դու կարողանալու ես պահել սակագինը, թե չէ, եւ երկրորդը արդյոք իջեցնելով ինչ դրական էֆեկտ է ստալի բնակչության համար։ Հայաստանում կյանքը բավականին թանկ է, աղքատությունը բարձր է եւ մենք առաջարկենք մենակ բնակչության համար իջեցնենք, դա է մեր առաջարկը եւ մենք շարունակում ենք առաջարկել։ Ուզում եմ նաև նշել, որ շատ կարևոր է, որ այս շաբաթվա երկու օրակարգերը հեղափոխական օրակարգեր էին իմ կարծիքով, որովհետև մեր երկիրը առաջի անգամ սկսում է քննարկել մեր երկրի իշխանությունը եւ ապագա իշխանությունները սկսում են քննարկել մի ձևաչափ, որը կապված է մարդկանց կյանքի հետ։ Մենք չենք անվանարկում, չենք վիրավորում ոչ մեկին եւ աշխատում ենք պահել այդ կարմիր գծերը, ոչ թե նրա համար, որ չենք տեսնում խնդիր իրար մեջ, կամ մենք չենք տեսնում խնդիր իշխանության անցած ճանապարհի մեջ, այլ տեսնում ենք, որ դա չի օգնելու մարդկանց։ Եվ կարևոր է լավ երկիր սարքելու միակ ճանապարհը օրակարգերը սարքել մարդկանց օգտակար օրակարգեր։ Օրինակ, պատկերացրեք ինչ լավ օրակարգ է դպրոց, թե գործարան, պատկերացրեք ինչ լավ օրակարգ է սակագին իջեցնել, թե նույնը պահել։ Եվ ոչ մի վիրավորանք, ոչ մի իրար անվանարկում, սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու։ Եվ բոլոր նորմալ երկրները քննարկում են մտքերը եւ առաջարկները, եւ ոչ թե մարդկանց։ Շնորհակալ եմ, լավ օր ձեզ։